Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, սիրելի ժողովուրդ, քննարկում ենք հեռուստառադիո հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրել է ընդդիմությունը, մասնավորապես Հայաստան դաշինքը, որի անդամներն ըստ էության վիրավորվել են պարոն Հակոբյանի արտահայտություններից, որը նա արել է հաղորդմանը հյուր լինելու ժամանակ, որտեղ ըստ էության պարոն Հակոբյանը գնահատականները հնչեցրել պատմական իրողությունների վերաբերյալ, ուրեմն 1900-ականների սկզբի, ուրեմն իրադարձությունների վերաբերյալ, հետո համեմատականներ է անցկացրել մեր օրերի հետ եւ ըստ էության գնահատական է հնչեցրել Դաշնակցության գործունեությունը որպես հիմնական ավանդական կուսակցություն։ Եվ ըստ էության Դաշնակցությունը վիրավորվել է այս արտահայտությունից եւ օրակարգ է մտածել եւ բերել է եւ իրենց գոյությունը պահպանելու համար հերթական օրակարգն է ազգային ժողով բերել, բայց ինչպես հասկանում ենք, այս օրակարգը կրկին թարս է աշխատում Դաշնակցության համար, որովհետեւ մենք հիմա էլի քննարկում ենք թեմաներ, որոնք միանշանակ Դաշնակցությանը դուր չեն գալիս։ Եվ ինչի մասին են եղել այդ դատողությունները եւ ինչի մասին են մեր դատողությունները այս 5 տարի ազգային ժողովում։ Դրանք այո ուղիղ նրա մասին են, հարգելի գործընկերներ, որ ձեր մտածողությունը, ձեր պատկերացումները, ձեր լուծումները ընդհանրապես չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության շուրջ տեղի ունեցող ներկա իրողություններին։ Ձեր լուծումները չէին համապատասխանում Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված մարտահրավերներին։ Եվ այս մտածողության տարբերության եւ այս մտածողության վտանգավորության մասին է խոսքը, որ առաջին հերթին ձեզ օգնող եւ ոչ թե ձեզ վիրավորող, ուրեմն գնահատականներ են։ Դուք պետք է օգտվեք այս գնահատականներից եւ հասկանաք, որ ուրեմն ձեր մտածողությունն ու պատկերացումները չեն տեղավորվում այսօրվա իրականության մեջ։ Եվ այստեղ է ամենագլխավոր խնդրը, որ դուք չեք հասկանում, թե ինչա ձեզ հետ տեղի ունենում։ Եվ ամենատարբեր կողմերից իմ գործընկերներն ամենավառ օրինակով բացատրում են ձեր հնացած եւ վտանգավոր մտածողության մասին, բայց դուք մեկը շարունակում եք պնդել ձերը եւ չհասկանալ, թե ինչա ձեր հետ տեղի ունենում քաղաքականապես եւ պատմականորեն։ Եվ զարմանում է պարոն Մինասյանն, ասում է, ո՞նց է ստացվում, որ ձեր մտածողությունը նույնական է ոմանց հետ, իհարկե պարոն Մինասյանն այս համատեքստում ի նկատի ունի հեռուստառադիո հանձնաժողովի անդամներին եւ մասնավորապես այս դեպքում պարոն Հակոբյանին, բայց չէ, պարոն Մինասյան, մեր մտածողությունը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության մտածողությունը, պատկերացումները, ձգտումները եւ երազանքները նույնական են այսօր Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնության մտածողության հետ։ Եվ ըստ էության այդ համամասնությունն ու պատկերն արտացոլված է հենց հիմա այստեղ ազգային ժողովում, մեր ներկայացվածության համամասնության տեսքով, եւ ես վստահ եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին այդ համամասնությունը ել ավելի պատկերավոր է լինելու։ Գիտեք, Հայաստանի Հանրապետության բնակչությունը, ժողովուրդը վստահ կերպով ինչու չի ձեր մտածողությունը եւ մեր բնակչության մտածողությունը նույնական, որովհետեւ ձեր մտածողության մեջ Հայաստանի Հանրապետության կառավարումը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։ Այստեղ է խնդրեմը, այստեղ է գլխավոր խնդրեմը։ Իսկ մեր բնակչությունը շատ կոնկրետ, մեր ժողովուրդը ուղիղ կերպով ընտրել է ազատությունը, անկախությունը, ինքնիշխանությունը եւ խաղաղությունը։ Ձեր մտածողությունը հակասում է այս ամեն ինչին։ Ձեր մտածողությունը հակասում է ազատությանը, անկախությանը, պետականությանը։ Ստեղ է խնդրեմը եւ սրա մասին է խոսքը եւ սրանից պետք չի վիրավորվել։ Սրանից պետք է հետեւություններ անել չմնալու համար, ուրեմն պատմության լուսանցքում, ինչպես գործընկերուհիս ասեց, որ դուք չարխիվացվեք որպես կուսակցություն, ըստ էության։ Եվ գալիս եք ուրեմն խոսում եք սահմանադրության վրա եք անընդհատ հղումներ անում։ Պարոն Մինասյանը այս նախորդ իր ելույթում հիմնական անընդհատ սահմանադրության վրա հղումներ անում, սահմանադրության այս կետով, սահմանադրության այն կետով։ Այդ նույն սահմանադրության, ուրեմն մասին է խոսում պարոն Մինասյանը, որը ով ուզեց տապալել, ով ուզեց սահմանադրական կարգը խախտել, դուք նրանց կողքը կանգնած էիք։ Եթե ոչ առաջի շարքերում ամեն դեպքում այդ կողմերը ֆրֆռում էիք։ Գենշտաբ, պատերազմի ժամանակ միտինգներ, սահմանադրական կարգի տապալման մասին կոչ անողներ, որոնց դուք մինչև այսօր անվանում եք քաղբանտարկյալներ, չգիտես ոնց եւ չգիտես խի։ Այստեղ է գլխավոր խնդրեմը, հարգելի գործընկերներ։ Ով ուզում է սահմանադրական կարգը խախտի, դուք դրա կողքը կանգնած եք, այսօր եկել եք սահմանադրությունից եք խոսում։ Ընտրություններն ով ուզում է կեղծի, դուք ոնց որ այդ կողմերը ֆրֆռում եք, երեկ էլ
հաղթանակ ինչ որ դաշինք կար վաղ շաբաթում, մի քանի հոգու հիմա բերման են ենթարկել, մեղադրանքներ են առաջադրել ենթադրյալ ընտրակաշառքի բաժանման եւ ընտրության իրավունքի խոչընդոտման համար։ Դուք էլի այդ դաշինքի կողքերը ֆրֆռում եք վաղ շաբաթում, դուք մաս չեք կազմում այդ դաշինքին, էլի որտեղ ինչ որ մի բան կա, որը կապ ունի օրենքի խախտման, սահմանադրական կարգի տապալման հետ, ձեր անունը սենց ինչ որ պտտվում է այդ ամեն ինչի կողքերը։ Երթումից եք խոսում, հարգելի գործընկերներ, եւ մեղադրում եք պարոն Հակոբյանին երթումը խախտելու մեջ, պարոն Մինասյան, դաշնակցություն։ Դուք այս ամբիոնից երթում չեք տվել, ձեր մեծ մասը երթում չի տվել Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ սահմանադրական լիազորությունների կատարման վերաբերյալ։ Դուք չեք երթվել հայ ժողովրդին, որ պահպանելու եք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, տարածքային ամբողջականությունը մեր պետության։ Դուք չեք երթվել։ Դուք ինչ իրավունք ունեք այստեղ գալ եւ խոսել ուրիշի երթումներից կամ առհասարակ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից։ Դուք դրա իրավունքը չունեք։ Դուք չեք երթվել ազգային ժողովում։ Որտեղ եք երթվել, ում եք երթվել, ինչ երթում եք տվել։ Էդ էլ արդեն երևում է ձեր քաղաքականությունից ու ձեր մտածողությունից, որը ասեցի, որ դուրս է ուրեմն Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Եվ այո, ձեր երթումը ամփոփվում է 004 շրջափերականի բովանդակության մեջ։ Էսա ձեր երթումը 004 շրջաբերականն է։ Էսա ձեր խնդիրը, հարգելի դաշնակցական եւ ոչ դաշնակցական նաեւ գործընկերներ, ովքեր այսօր նստած են Հայաստան դաշինքի կազմում։ Եվ վերադառնալով էլի բուն թեմային, ես պնդում եմ եւ ես կարծում եմ, որ մեծամասնության համար այդպես է, որ պարոն Հակոբյանը իր հարցազրույցում դատողություններ է արել պատմական իրողությունների վերաբերյալ եւ ճշմարտությունների փնտրտուքի արդյունքում արել է եզրակացություններ, որոնք ճշմարիտ են եւ որոնք անհերքելի են։ Եվ այն ամեն ինչի մասին, որ մենք խոսում ենք, մեր բնակչությունը, մեր ժողովուրդը շատ լավ տեսնում է, լսում է եւ գիտի։ Եվ ելի կրկնում եմ, որ այս ուրեմն խոսակցությունը, այս օրակարգը, որ դուք բերել եք, ձեզ ընդհանրապես ոչ մի օգուտ չի բերում, ընդհակառակը։ Ելի դուք թեմա եք բացել, որտեղ ձեր իրական դեմքը մենք հիմա իհարկե ոչ մեծ սիրով, որտեղ արդեն հոգնել ենք։ Մենք հիմա ստիպված ենք նորից գալ, բացահայտել, ցույց տալ, ներկայացնել, պատմել, բայց ոչ թե վիրավորական տրամաբանության տոներով, այլ խորհրդատվական այս դեպքում արդեն, որ էլի եմ ասում, դուք չվերանաք քաղաքական կյանքից, չնայած կարծում եմ արդեն ուշա այդ խորհուրդների համար, ուշացած են արդեն այդ խորհուրդները։ Եվ գալով բուն թեմային, խոսքեր հնչեցին սահմանադրական նորմա խախտել եւ այլն եւ այդպես շարունակ, ես ընդհանրապես այդպես չեմ կարծում, որևէ եզրակացություն անգամ փորձագիտական էլ չկա, որ պարոն Հակոբյանը սահմանադրական նորմա խախտել։ Եթե անգամ մենք ընդունենք ամբողջությամբ ընդունենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը, եթե անգամ ամբողջությամբ ընդունենք, այնտեղ խոսքը գնում է վարքականոնային խախտման մասին մի դրվագով, որը երբեք չի կարող դիտարկվել որպես սահմանադրական նորմի խախտում, հետևաբար չի կարող հիմք հանդիսանալ հեռուստառադիո հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման համար։ Դուք հիմքեր չունեցող օրակարգ եք բերել ազգային ժողով, դուք շատ լավ գիտեք, որ ուրեմն ձեր բերած որոշման նախագիծը որևէ հիմնավորում չունի, դուք դա շատ լավ գիտեք։ Ուղղակի մի օրակարգ եք բերել, որ ջրի վրա մնաք, բայց ջրի վրա դուք վաղուց արդեն չեք, դուք խորտակված եք որպես քաղաքական միավոր, հաջողություն, շնորհակալություն։